Արցախից բռնի տեղահանված հազարավոր ընտանիքներ փորձում են նոր կյանք սկսել Հայաստանում։ Այդ դժվար ճանապարհը միայնակ հեշտ չէ հաղթահարել, եւ հենց սրանով պայմանավորված տևական ժամանակ է արցախցի մեր հայրենակիցներին մարդասիրական օգնություն են ցուցաբերում Եվրասիա հասարակական կազմակերպությունն ու ռուսական հումանիտար առաքելությունը Ռոսատրուդնիչեստվոյի հովանու ներքո։ Ռուսաստանը ձեզ հետ է մարդասիրական նախագծի առաջին փուլը մոտենում է ավարտին, մինչ այդ Արցախի ներկայացուցչությունում հերթական օգնության խմբականակն էր բաշխվում եւս 400 արցախցի ընտանիքի։ Հիշեցնենք, որ ծրագիրը մեկնարկել է 2025 թվականի հուլիսի 31-ին եւ շարունակվել ավելի քան 8.5 ամիս, մինչեւ այս տարվա ապրիլի կեսերը։ Այդ ընթացքում 9310 արցախցի ընտանիքի, այսինքն ավելի քան 40,000 մարդու տրամադրվել է ռուսական մարդասիրական օգնություն։ 8 ամիս տևած անդադար աշխատանքից հետո մենք այցելեցինք Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերով եւ քաղաքներով եւ կատարեցինք մեր առաքելությունը, հանձնելով հումանիտար օգնությունը մեր արցախցիներին։ Ցուցակները համակարգված են եղել նախորդ help.artsakh.ru կայքում, այսինքն հավաքագրված ցուցակները մեր մոտ եղել են միայն այդ հարթակում, եւ այդ հարթակից արդեն մենք մեր կամավորները, մեր Եվրասիա հասարակական կազմակերպության կամավորների աշխատանքների շնորհիվ ջանքով կարողացանք դասակարգենք ըստ կատեգորիաների եւ տրամադրենք մեր օգնությունը։ Ռուսական հումանիտար օգնության հասցեատերերը առավել խոցելի խմբերն են՝ բազմազավակ ընտանիքներ, կերակրողին կորցրած ընտանիքներ, հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքներ, ինչպես նաեւ միայնակ տարեցներ։ Նրանց փոխանցված մարդասիրական փաթեթը ներառում է սննդամթերք, կենցաղային ու հիգիենայի պարագաներ, մանկական ապրանքներ։ Ներկայացական կոմիտեն նաեւ առանձնակի կերպով մեզ տրամադրեց անհետ կորածներից մի քանի ընտանիքների ցուցակ, պայթյունի հետևանքով, կոնկրետ պայթյունի հետևանքով զոհվածների ցուցակները եւ անհետ կորածների ցուցակները կարողացան ստանալ, եւ այնտեղ կան զինվորական թոշակառուներ, որոնք որ Արցախյան եւ առաջին պատերազմում եւ երկրորդ պատերազմում իրենց ուրույն դերն են խաղացել եւ համարվում են նաեւ խոցելի խումբ։ Մենք կփորձենք այդպիսի կերպով հիմա համակարգենք եւ տալ օգնությունը այդ շրջանակներում, իսկ արդեն դրանից հետո կվերաթողարկենք այն հարթակը, որը որ նախորդ հայտարարել ենք help.artsakh.ru, դրանք այն մասայի համար են, դրանք այն հայրենակիցների համար են, ովքեր որ շատ հեշտացված կերպով կարողանում են մտնել մուտք գործել եւ կարողանում են իրենց տվյալները այնտեղ լրացնել։ Իսկ թոշակառուների համար ես եւս մի քանի րոպե առաջ նշեցի, որ մենք այստեղ բացել ենք պատուհան եւ հերթագրումներ ենք կատարում։ Երևան քաղաքը ավարտելուց հետո արդեն ընդհանուր համաձայնության գալով մեր ռուս գոլեգաների հետ կհայտարարենք օֆիցիալ հաջորդ օգնության օրը եւ ժամը։ Մարդասիրական այս օգնությունը արցախցիների խոսքով էապես կմեղմի իրենց առօրյա դժվարությունները։ Հոգսերի մասին չեն խոսում, փոխարենը երախտիկ են հայտնում ռուսական մարդասիրական ծրագրի նախաձեռնողներին։ Դուք ինչպես եք գնահատում այս ջանքերը արցախցիներին օգնելու։ Շատ լավ տրամադրված, որ օգնում են, շատ լավ է, որ օգնում են։ Դե թող դաժե օրինակ վերցնեն Ռուսաստանից ուրիշ պետությունները արտասահմանից թող օգնեն, որը մեղքեն։ Փոքր թվացող, բայց մեծ նշանակություն ունեցող այս քայլով կազմակերպիչները փորձում են մարդկանց փոխանցել այն վստահությունը, որ նրանք միայնակ չեն։ Եվգենի Ֆեդիշեևը, ով ռուսական մարդասիրական առաքելության լոգիստիկայի եւ ապահովման գծով գլխավոր տնօրենի տեղակալն է, վստահեցնում է, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է օգնել բարեկամ հայ ժողովրդին։ Как показывает данная акция, гуманитарная помощь необходима. И напомню, что наши страны, Россия и Армения, тесно связаны как духовными, так и историческими узами. Поэтому мы всегда рады помочь, прийти на помощь братскому народу. Для нас это очень важно. Կարևոր է այս նախագծի մասին խոսել է նաև Ռոսատրուդնիչեստվոյի ղեկավարի տեղակալ Իգոր Չայկան, ընդգծելով, որ նախաձեռնության առանցքում թվերը չեն, այլ մարդկանց նկատմամբ ցուցաբերված ուշադրությունը, հոգատարությունը։ Նրա խոսքով Ռուսաստանը բազմիցս ապացուցել է, որ իր համար օտար դժբախտություն գոյություն չունի եւ որտեղ էլ ապրեն հայրենակիցներն ու բարեկամ ժողովուրդները, այնտեղ Ռուսաստանը պատրաստ է լինել նրանց կողքին։ Նա նաև նշել է, որ ներկայիս պայմաններում առանձնահատուկ նշանակություն ունեն միասնություն ու փոխօգնությունը, քանի որ դժվարությունները հաղթահարվում են այն դեպքում, երբ մարդիկ աջակցում են միմյանց։ Ռուսական հումանիտար առաքելություն կազմակերպության գլխավոր տնօրեն Սերգեյ Շևչուկն էլ իր հերթին հիշեցրել է, որ կազմակերպությունը վերջին տարիներին աշխատել է Հայաստանի բոլոր մարզերում, իսկ այս նախագիծը դարձել է երկրում իրականացվող համակարգային գործունեության կարևոր փուլերից մեկը։ Նրա խոսքով խոսքը միայն մարդասիրական բեռների փոխանցման մասին չէ, այլ մարդկանց կողքին լինելու, նրանց հետ շփվելու եւ նրանց
մարդկանց իրական կարիքները հասկանալու փորձի մասին։ Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր թվի հետևում մարդկային ճակատագրեր են դժվարություն հաղթահարելու պատմություններ եւ կյանքը նորից կառուցելու ներքին ուժ։ Եվրասիա հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Պետդումայի պատգամավոր Ալյոնա Արչինովան իր հերթին ընդգծել է, որ կազմակերպության համար սկզբունքային է լինել այն մարդկանց կողքին, ովքեր հատկապես աջակցության կարիք ունեն։ Նրա գնահատմամբ շուրջ 9 ամիս իրականացված աշխատանքը թույլ է տվել օգնել ավելի քան 40,000 բռնի տեղահանվածի, իսկ այդ թվերի հետևում մարդիկ են, որոնց համար կարևոր է զգալ, որ իրենք մենակ չեն մնացել սեփական խնդիրների առջև։ Նա նաև նշել է, որ ծրագրի նպատակն է մարդկանց օգնել վերականգնել վստահությունն ու վերադառնալ բնականոն կյանքի։ Հիշեցնենք, որ օգնության բաշխման կետեր են գործել Հայաստանի տարբեր բնակավայրերում, իսկ սահմանափակ շարժունակություն ունեցող քաղաքացիների եւ հաշմանդամություն ունեցող անձանց համար կազմակերպվել են նաեւ հասցեական առաքումներ։ Ընդհանուր առմամբ ծրագիրն ընդգրկել է Հայաստանի 45 բնակավայր, ինչը հնարավորություն է տվել աջակցություն հասցնել հանրապետության տարբեր մարզերում հաստատված արցախցի ընտանիքներին։